Ձմեռային բնապատկերն էլ ավելի է աչքշոյում պարսկա եղանակին արևի առատ լույսի ներքո, իսկ այստեղ լավ գիտեն ձմռան արևը խաբուսիկ է, ավելին զգուշացում, որ առաջիկայում էլ ավելի առատ տեղումներ են սպասվում, ուստի հերթափոխերն անարգել ու արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է անհապաղ համապատասխան միջոցներ ձեռք առնել։ Միջդիրքային, դիրքային եւ հատուկ նշանակության ճանապարհները սպասարկվում են շուրջօրյա ռեժիմով։ Ձնամաքրման աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավում են նաեւ լրացուցիչ աջակցող ուժեր։ Օրվա ընթացքում քանի ժամ եք աշխատում։ Մի 10-11 ժամ երեկ այտենց։ Այսինքն շուրջօրյա անպայման։ Եթե պետք է լինի մենք ավել ենք մնում, որ ճանապարհները բոլոր բացենք, մաքուր լինի։ Նույն ճանապարհը անհրաժեշտության դեպքում 2 անգամ եք անցնում օրվա։ Կարող է 3 անգամ էլ անցնեմ, մինչև բացվի։ Տես անցել եմ, չէ՞, մի քիչ մնացել է այստեղ։ Էսի կարող պատահի մեքենաները լավ չանցնեն։ Գիշերն էլ եք մաքուր։ Անպայման։ Եթե պետք է լինի լուսերը կա, միացնում ենք ու աշխատում ենք։ Իսկ արդեն առաջիկա դիրքում պետական սահմանի այս հատվածի պահապաններն են մեզ դիմավորում։ Հրամանատարը տեղում ծանոթանում է սահմանագծի իրադրությանը, հարց ու փորձ անում եղանակային բարդ պայմաններում հերթափոխերի իրականացման համար կարիքների, հավանական ռիսկերի առկայության մասին։ Անմիջական զրույցի ընթացքում հրամանատարը լսում է զինծառայողների առաջարկություններն ու ողջունում այս կամ այն հարցում տղաների նախաձեռնողականությունը, ծառայության արտակարգ պայմաններում ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստակամությունն ու դիրքի ավագի շուրջ համախմբվածությունը, ընդգծում հրամանատար զինվոր առողջ համագործակցության ու վստահության արդյունքում անթերի իրականացվող հերթափոխերի կենսական կարևորությունը պետական սահմանի պահպանության համար։ Ծառայությունը մարդու կյանքում մեծ փոփոխության մի հատ փուլ է, որ մարդը այդ փուլը անցնելով շատ ու շատ է փոխվում իր կյանքում, թե դժվարություններին հանդիպելով, թե դժվարությունները հաղթահարելով, ամենայն պատասխանատվությամբ փորձում ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս ամիսներին ինձ բանակը տվել է ինքնավստահություն, ինքնուրույնություն, ավելի կազմակերպված եմ դարձել, պատասխանատու եմ դարձել ինքս իմ հանդեպ, իմ ընկերների հանդեպ եւ բնականաբար այդ պատասխանատվությամբ էլ պահպանում ենք մեր սահմանը։ Սկզբում դժվար էր ադապտացվել այս պայմաններին, բայց ժամանակի ընթացքում ադապտացվենք։ Երևի դա էլ է ձեռք բերում։ Իրավիճակը անձնակազմի վերահսկողության ներքո է եւ սա նաեւ սեզոնային մարտահրավերներին նախապես պատշաճ պատրաստվելու արդյունքում է։ Նախապատրաստական փուլը սկսվում մինչև առաջին ձուն տեղալը հիմնականում տևում է մոտավորապես մի ամսվա կարգի, մի ամսվա ընթացքում մենք անում ենք անձեռնամխելի սնունդը, անձեռնամխելի ջուրնա, դիրքերում վառում ենք մենք քարածուխ։ Ու քարածուխի հիմնական վառելիքի ապահովումներն են կատարում։ Բան գնդապետ ինչ ասել է անձեռնամխելի սնունդ։ Բուք եղանակի պատճառով ճանապարհները, որ փակ լինեն, սնունդը չհասցնենք, կա համապատասխան սնունդ, համապատասխան ջուր, որ անձնակազմը պետք է օգտագործի։ Դա հաշվարկված օրերով տված է, ըստ անձնակազմի քանակի։ Տրված է սնունդն ու այդ ջուրը դրա յուրաքանչյուր բանակային դիրքում ըլում է դա։ Դա անձեռնամխելի սնունդն է։ Անցնող տարվա ընթացքում նաև մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել, մանրամասնում է ստորաբաժանման հրամանատարը։ Կարելի ասել մենք արդեն ավարտել ենք մեր հիմնական ինժեներական աշխատանքները, բոլոր դիրքերում մեր մոտ քարե կացարաններ են։ Խրամատային համակարգը ամբողջ խրամուղիները կարելի ասել վերջացրած է։ Դիտակետերն ու խրամուղիները, ինչպես դուք տեսնում եք, գաբիոներով, քարի գաբիոներով, խրամատները հիմնականում երեսապատված են քարով։ Մեծամասնությունը երեսապատված է քարով, որպեսզի սողանք չլինի, այսինքն հողը չքանդվի լցվի իրանց աշխատած տեղը։ Կրակակետերը բոլորը, փակ կրակակետերը, փակ դիտակետերը անձնակազմի ուժեղ աշխատում է, շատ բարձր մակարդակի աշխատում է։ Մի քիչ ուժերի լարումով, բայց պետք է որպեսզի վերջնականին հասցնենք։ Ցուցալարային կապը գետնատնակ դիտորդ գործում է հարևան դիրքերի հետ, նույնպես գործում է ռադիոկապը ունենք հոբի հետ Հոպի կառավարման պետի հետ ունենք նույնպես ռադիոկապ
տեսան դիտարկման համակարգում ենք, աշխատում է Այս զգացողությունը, որը ունեցել եմ բանակային դիրքում, շատ ուրիշ են եւ անբացատրելի եւ վստահ եմ, որ միջև կյանքս վեր այս ամենը հիշելու եմ։ Այս տարի ու կեսվա ընթացքում բանակը շատ բան ա տվել, թե հոգեպես, թե ֆիզիկապես ավելի ամրապնդվել են, ավելի ինքնավստահ են, շատ ինքնավստահ են։ Ու Աշոտը ելի ինքնավստահ, շատ ինքնավստահ կկանգնի պետական սահմանի իրեն վստահված բանակային դիրքում։ Վարպետ Գառնիկը հերթական պտույտը կանի միջդիրքային ճանապարհներին ու մի փոքր դադար կառնի տղաների մոտ։ Հետո ելի կբարձրանա մեքենայի խցիկն ու հռնդյունով կանցնի հանդիպակաց սարերի հետևը, ինչպես ինքն է ասում, դիրքապահ զինվորին հաց ու ջուր հասցնողի ճամփան բացելու։ Ահա այսպիսին է կյանքը հայրենիքի սահմանին, ուր ամեն օր են համոզվում։ Խաղաղ լուսաբացները թանկ են, շատ թանկ։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։